Բազրիկ Բազիլ, հանրային կապերի փորձագետ, ճառագիր, հռետորական արվեստի մասնագետ, քաղաքական տեխնոլոգ։ Գերմանացի տարբեր բարձրաստիճան պետական այրերի սփիչրայթերն է եղել, գերմանախոս պետությունների ճառագիրների միության նախկին նախագահ։ Պարոն Բազիլ, երբ հայը հային ծանոթանում է, զրուցակցին ավելի հասկանալու համար նախ ձգտում է հասկանալ որտեղից են արմատներով։ Մորենական կողմից վասպուրականից, հորենական կողմից անից եւ ջուղայից։ Իսկ ես ծնվել եմ Գերմանիա Մյունհեն քաղաքում, հարավային Գերմանիա։ Ցեղասպանությունից հետո են տեղափոխվել նախ։ Մորենական կողմից ցեղասպանությունից հետո, բայց հորենական կողմից արդեն 15-րդ դարում։ Հայս երաշտա երկհան, ջութակահար, Իտալիա ուսանեց եւ Գերմանիայում աշխատանք ուներ, աշխատում էր եւ այնտեղ էլ ծնվեց։ Ինչպես Բազիլ ազգանունը ընդունեցիք։ Ընտանեկան պարագաների երկու ազգանուն են, Տեր Սուքասյան եւ Տեր Բարսեղյան։ Մեծ հայրս աշխատում էր բավարական գերմանական բավարական հաստատության մեկ հատ հաստատության մոտ եւ կարծեմ նրան նշումով որ եղավ Բազիլ եւ այդպես շարունակվեց։ Հայերի մոտ ընդունված է, որ զավակը հաճախ շարունակում է հոր մասնագիտությունը, երաժշտական կրթություն ունեք։ Ես փորձեցի փոքր տարիքում դաշնամուր նվագել, ջութակ, հորս մոտ, բայց սովորեցի չնվագել, բայց առնվազն երաժշտություն ունկնդրել։ Ունկնդրելն էլ սովորելու հարց է, դա սովորեցի, բայց դժբախտաբար չհետևեցի նվագելու ասպարեզը։ Ձեր դեպքում մասնագիտություն ընտրելու այդ հարցում ո՞ր գործոնը նշանակություն ունեցավ։ Ինչպես ամեն երիտասարդ կամ երեխա նախ ուզում է Շերլոկ Հոլմս դառնալ։ Չեղավ, վերջը աստղաբան կամ աստղագետ, դա չեղավ, վերջը երկնքից եկա երկիր, հնագետ, դա էլ չեղավ, հնագետից հետո եղավ հոգեբանություն, դա էլ չեղավ, իմաստասիրության հասա, այսինքն փիլիսոփայության, եւ սովորեցի Հռոմում, Վատիկանում իմաստասիրություն, աստվածաբանություն, հետո վերադարձա կրկին ծննդավայրս, Մյունխեն, սովորեցի գերմանական գրականություն եւ հանրային կապեր։ Մեզի ծանոթ է որ հանրային կապը անունը նոր է, բայց իբրև երևույթ շատ հին է, քանի մարդկություն է եղել, գոյություն է ունեցել հանրային կապ, անունն է նոր, գործիքներն են նոր։ Դա ինձ հետաքրքրում էր, որտեղ դա կապ ուներ նաեւ հռետորության հետ, ճարտասանության հետ, դա կապ ուներ նաեւ իմաստասիրության հետ, մշակութաբանության հետ, եւ քանի որ խաչմերուկների գործնական միացումն էր, դա ուշագրավ երևույթ էր ինձ համար։ Կարիերան ինչպես էր դասավորվում, ինչից սկսեցիք։ Ես սկսեցի ուսանող արդեն մեկ հատ ընկեր ունեի բարեկամ, որ գործակալություն ուներ հանրային կապի եւ ասաց որ մեկ հատ բավարական խորհրդարանի պատգամավորներից մեկը ճառագիր է փնտրում, կարող ես ուսանելունքից առընթեր իր ճառերը գրել, ասացի այո, մինչև մա չեմ գրել, փորձենք։ Այդպիսով սկսեց ճառագության աշխատանքը, ուսանում էի եւ ուսանողության առընթեր պատգամավորների համար ճառ էի գրում եւ այդպես սկսվեց եւ շրջանակը ընդլայնվեց եւ դա անշուշտ օգնեց թե հանրային կապին եւ թե ճարտասանության եւ հետո սկսեցի աշխատանք իբրև Գերմանիո խորհրդարանի մեջ սկսեցի աշխատել եւ այդպես շարունակվեց եւ միշտ այս բնակավարներում էի աշխատում։ Հանրային կապերի բնագավառում մասնագիտական հաջողակ կարիերայի ընթացքում Բազրիկ Բազիլը աշխատել է բազմաթիվ պետական ու քաղաքական կառույցներում, այդ թվում Գերմանիայի Դաշնային խորհրդարանում եւ Սաքսոնիայի մշակույթի եւ սպորտի նախարարությունում։ Եղել է Բունդեստագի սփիչրայթերը, ճառեր է գրել նաեւ Ազատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարների համար։ Որպես PR խորհրդատու մասնակցել է Դաշնային ու երկրամասային ընտրարշավերին։ Մի քանի անգամ ընտրվել է գերմանախոս երկրների սփիչրայթերների ընկերության նախագահ, Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի եւ Լյուքսեմբուրգի լավագույն ճառագիրներին միավորող այս ազդեցիկ կազմակերպությունը նա ղեկավարել է 6 տարի շարունակ։ Եղել է գերմանական PR մրցանակի հանձնաժողովի անդամ։ Հանրային կապերին վերաբերող մասնագիտական մի շարք գրքերի հեղինակ է։ Այժմ որպես անկախ փորձագետ համագործակցում է տարբեր հասարակական հիմնադրամների, մասնավոր ընկերությունների, քաղաքական կուսակցությունների հետ, օգնելով նրանց դրական համբավ ձեռք բերելու գործում։ Հանրային կոմունիկացիաների թեմայով դասախոսություններ է կարդում Ֆրանկֆուրտի Կարլսրուեի Մայնհեյմի համալսարաններում։ Հայտնի հաճախորդներից ում կհիշատակ էիք, ում համար եք աշխատել Գերմանիայում։ Պատգամավորների համար եմ աշխատել եմ նախարարների համար, նախագահի համար եւ անշուշտ Բունդեստագի համար, պատգամավորների համար եւ նախարարի համար։ Գերմանիայում բանը ավանդույթը այն է, որ մարդ իր, ասենք, հաճախորդների անունները միշտ չէ, որ
ասում է կամ աշխատանքի ժամանակ չէ, երբ որ շրջան անցնի հետո, որտեղ նաև պայմանագրների մեջ նման բաներ կան, որ պետք չեն ասել, դրա համար մարդը մի քիչ վերապահ է անուններ տալու համար։ Ձեզ համար նշանակություն ուներ պատգամավորների կուսակցական պատկանելիությունը, դուք անձամբ ձեր գաղափարները այստեղ տեր ունեն։ Եթե անշուշտ ծայրահեղական կուսակցություններ չկային, բարեբախտաբար Գերմանիան այն երկիրը չէ, որտեղ դա հնարավոր է։ Դա ընդհանրապես միջին աճ եւ ձախ, կետրոն աճ, կետրոն ձախ կուսակցություններ էին եւ սկզբունքորեն կարող էի բոլորի համար աշխատել, բայց ես սկսեցի աշխատել ուրեմն Գերմանիա ազատական կուսակցության համար եւ այնտեղ մի քանի տարի արդեն խորհրդարանում իրանց համար էի աշխատում։ Սպիչրայթերը նաև երևի պետք է հոգեբան լինի։ Պետք է հասկանաս պատվիրատուից կերպարը, նրա գաղափարը, նրա, չգիտեմ, ընտանիքը, անկերական շրջապատը, գաղափարները, գիտելիքները, որպեսզի հասկանաս թե ինչպես նա կձևակերպի իր միտքը։ Թե պատվիրատուն պետք է ճանաչել, բայց նաև պատվիրատուի ունկնդիրը։ Այսինքն պատվիրատուն ում արժև է խոսում, որտի վերջո ճառագիրը ներկայացնում է ձեռագիրը, բայց ճառագրի ճառը չի, այլ խոսողի ճառն է։ Ուրեմն ինքը պետք է ընդունի այդ իբրև իր ճառը եւ դա համար պետք է իմանա թե ով է ունկնդիրը։ Տարիքը, արհեստը, ինչու են գալիս, ինչ են ուզում լսել, ինչ չեն ուզում լսել եւ այլն, եւ ճառագիրը պետք է երկուսն էլ նկատի ունենա՝ պատվիրատուն եւ պատվիրատուի ունկնդիր եւ այդ երկուսի ընթելուզումը պետք է հաջողի ճառի մեջ, բայց ամենալավ ճառը այն է, որ երբեք չի կարդացվում։ Ազատ խոսված ճառը ամենից լավ ճառն է։ Այդ դեպքում ձեր մասնագիտության տեր մարդիկ այլևս պետք չեն լինի։ Չէ, պետք է լինեն, բայց պետք է ճառախոսողներն էլ վարժվեն, որ պետք է ճառը սովորեն, այսինքն պետք է ուսումնասիրեն, պետք է իմանան, պետք է պատրաստվեն։ Այդ ուսման համար կարևոր է ճառագիրը, իբրև sparring partner ասած, իբրև մեկը, որ հակաճառում է նաև ճառախոսին, ասում է դու այսպես պիտի խոսես եւ ոչ այնպես կամ այս բառը ճիշտ է, մյուս դարձվածքը ճիշտ է, սխալ է։ Այն հակադարձելու մասին դուք որպես PR-ի մասնագետ իհարկե շատ ավելի լավ գիտեք թե կոնկրետ լսարանուն ինչ բառ է պետք ասել, բայց ձեր պատվիրատուն կարող է այլ կարծիք ունենալ։ Վեճեր հաճախ են լինում։ Նախընտրելի է որ լինեն, եթե պատվիրատուն ճառին այդ արժեքն է տալիս, որ ասում է կարժի այս ճառի մասին խոսել ճառագրի հետ։ Բայց դժբախտաբար բոլոր հաճախ չէ որ ժամանակ ունեն։ Հաճախ չէ որ ճառագրի հետ նստում են, խոսում են, բայց կարևոր ճառերի համար լավ է որ պատվիրատուն ճառագրի հետ նստի եւ խոսի եւ այդտեղ վիճաբանություն անհրաժեշտ է։ Ճառագիրը PR-ի մասնագետը անփոխարինելի է մասնավորապես ընդրարշավի ժամանակ, հա, եւ երևի ընտրություններում հաջողության եթե ոչ 80 կամ միգուցե 50% հենց PR-ի մասնագետների արժանիքն է։ Նրանց արկայությունը անշուշտ անհրաժեշտ է այդ հարցերի մասին, որովհետև իրանք երկու կողմն են ճանաչում, բայց միշտ չէ որ անշուշտ դիվանագետներ կամ պատգամավորները լսում են եւ հաճախ լավ է որ չեն լսում, որովհետև իրանցն է, վերջո իրանք պիտի պատասխանատվությունը ստանձնեն եւ իրանք խրտվիլակներ չեն։ Եթե մեկ անհատականություն ունի, կարող ասի դա չէ իմ ուղին, ես այլ կերպ եմ ուզում աշխատել, դա իրավունքն է։ Եվ Գերմանիայի օրինակի պարագային ես գիտեմ օրինակներ, շատ նշանավոր դիվանագետներ, նախարարներ եւ այլն, որ լիվ հակառակ են աշխատում իրենց կամ աշխատել իրենց խորհրդատուների խորհրդին եւ հաջողել են, որտեղ իրանք անհատականություն ունեն եւ թույլ չեն ուզում տալ, որ կաղապարի նման կամ խմորի նման կամ մոմի նման անկաղապար միայն ուրիշները իրանց ասեն խրտվիլակին ման այսպես գնացեք, այսպես արեք, որ անհատականությունից է կախված, ինչպես է խորհուրդը ընդունվում եւ չի ընդունվում։ Երբեմն PR-ի մասնագետները հրաշքներ են գործում եւ ոչնչությանը կարող են ներկայացնել այնպես, որ մարդը ցանկանա հավատալ նրան, ցանկանա նրան ձայն տալ։ Վտանգավոր է։ Դա իմ պատկերացումը չէ անշուշտ հանրային կապի, որտեղ հանրային կապը երբեք բովանդակությունը չի փոխարինում։ Եթե քաղաքականությունը վատ է, հանրային կապից խնդրել, որ պարզ շպարել, միայն փայլը ստեղծել, բայց բովանդակությունը նեղված է, տժգույն է, դա նշանակում է չի հարմար չէ։ Դրանով կարելի է մեկ անգամ ձեռնավայել, ասենք, կեղծել, բայց բուն հանրային կապը երկարատև է, հավատքի վստահության վրա է հիմնված։ Հայաստանում շատերի մոտ կա այդպիսի թյուր պատկերացում, որ PR-ը անհրաժեշտ է լինում այն ժամանակ, երբ թաքցնելու բան ունես։ Լինես չինովնիկ, պետական գործիչ, թե քաղաքական գործիչ կամ գործարար։
Ինչ եք պատասխանում։ Դա զարմանալի պատկերացում է։ Բնական է հանրային կապը կարող է որոշ բաներ ծածկել կամ ծածկելու փոխարեն, ասենք, ուշադրությունը ուրիշ կետերի վրա սևեռել, ոչ թե թերությունների վրա, դա կարելի է, բայց վերածել միայն աճպարարության, դա շատ սխալ պիտի լինի, հանրային կապի գործիչներ չպետք է նման այդ հարցերով զբաղվեն, որտեղ դրանով վնասում է նաև իրենց աշխատանքի պատկերին, մակնիշին։ PR-ի ասպարեզում, Եվրոպայում եւ միգուցե Ամերիկայում ուրիշ հայեր ճանաչում եք, ով հասել են ձեռքբերումների եւ հայտնի։ Ես ճանաչում եմ գովազդի մասնագետներ, հանրային կապի այդպես ծանոթ չեմ։ Բայց օրինակ շատ հայտնի speechwriter հայեր կան, մասնավորապես Ամերիկայում։ Այո։ Համաշխարհային քաղաքականության մի շարք ականավոր գործիչների սփիչրայթերները ազգությամբ հայեր են եղել։ Նրանցից թերևս ամենահայտնին Քեն Խաչիկյանն է։ Նա եղել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օգնականը, այնուհետ Ռոնալդ Ռեյգանի գլխավոր ճառագիրը։ Մեր հայրենակիցը նրա ամենաուշագրավ ելույթների տեքստերի հեղինակն է։ Խաչիկյանի գրչին է պատկանում Ռեյգանի արտասանած Never Again հայտնի ասացվածքը, որը այժմ խորհրդանշում է ցեղասպանությունների դեմ միջազգային հանրության պայքարը։ We can and must pledge never again. 1981 թվականի ապրիլին Քեն Խաչիկյանին հաջողվել էր համոզել Ռեյգանին ու ներառել նրա ելույթի մեջ հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող մի նախադասություն, որը պատմական դարձավ։ Արամ Բաքշյանը Սպիտակ տանը որպես սփիչրայթեր էր աշխատում դեռևս 70-ականներին։ Ոթերգեյթյան սկանդալից հետո նա մնաց նախագահական վարչակազմում, ճառեր գրելով արդեն Ջերալդ Ֆորդի համար։ Ռեյգանի օրոք նա միջազգային ու հումանիտար հարցերով նախագահի հատուկ օգնականն էր։ Քիթ Նահիգյանը ելույթների տեքստեր է գրում ու ուղերձներ մշակում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի համար։ Մեր հայրենակիցը նրա նախընտրական շտաբի ավագ խորհրդատուն է։ Քիթը նախագահում է Նահիգյան Strategies ընկերությունը, որը մասնագիտանում է քաղաքական տեխնոլոգիաների հարցում ու օգնում է քաղաքական գործիչներին ընտրարշավեր վարելու գործում։ Իր ստեղծագործական մոտեցումը գնահատելով ամերիկյան թերթերից մեկը Նահիգյանին հայկական Ֆելինի է անվանել։ Հայտնի տնտեսագետ ակադեմիկոս Աբել Աղամբեկյանը ճառեր է գրել խորհրդային առաջնորդների համար։ Լեոնիդ Բրեժնևի, Կոնստանտին Չեռնենկոյի, Յուրի Անդրոպովի բոլոր ելույթների տնտեսական հատվածների հեղինակը հենց նա է եղել։ Աղամբեկյանը նաև խորհրդային միության նախագահ Միխայիլ Գորբաչովի տնտեսական հարցերով խորհրդականն էր։ Աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդները խոսել են հայերի գրած տեքստերով։ Պարոն Բազիլ, դուք գերմանախոս երկրների սփիչրայթերների ասոցիացիայի համահիմնադիրն եք եղել եւ երկար տարիներ նախագահել եք այն։ Ինչ է այդ կազմակերպությունները։ Հավաքում են ճառագիրները, մարդիկ ունեն իրենց հետաքրքրությունը, իրենց շահերը եւ փորձում ենք այդ ճյուղի անդամների շահերը պաշտպանել Պրոֆմիության պես մի բան է, trade union։ Այո։ Եվ մեր մոտ հավաքված են թե քաղաքական ճառագիրներ, թե տնտեսության վերաբերող բոլորն էլ հավաքված են եւ փորձում ենք նաեւ ճառագությունը իբր բնագավառ զարգացնել համալսարանների հետ ենք համագործակցում ենք նաեւ Գերմանիո հանրային կապի ընկերակցության հետ, որի անդամն եմ ես նաեւ 25 տարիներից ի վեր գերմաներեն լեզվի որ երբեմն նահանջում է անգլերեն լեզվի նկատմամբ շատ հարց է, ինչպես կարելի է նորից գերմաներենը առաջ մղել եւ այլն եւ զանազան ուրիշ հարցեր։ Իսկ դուք քանի լեզու գիտեք։ Ես 5-6 լեզուին, ասենք, մտերիմ եմ, այսպես ասենք։ Դիվանագիտորեն ձևակերպեցի։ Պարոն Բազիլ, խոսենք Հայաստանի PR-ի մասին, հա, մեր երկիրը դրա կարիքը ունի, քանի որ աշխարհում մեզ ճանաչում են իրականում շատ ավելի քիչ, քան մեզ երբեմն թվում է, հա։ Այո։ Մենք վստահ ենք, չգիտես ինչու, որ Հայաստանը ամբողջ աշխարհում պետք է ճանաչեն։ Իսկ իրականությունը ո՞րն է։ Դա բնականաբար բազմաշերտ երևույթ է Հայաստանի ընկալումը եւ պետք է անհրաժեշտ է որ դա մասնագիտանա նաեւ Հայաստանի ինչ երկրի համբավ ունի Հայաստանը Եվրոպայում աշխարհում։ Այդ հարցի պատասխանը գտնելու համար խորքի մեջ պետք է նորից հետազոտություն լինել, այսինքն պետք է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կամ ով է պատասխանատուն, չգիտեմ, կամ կառավարությունը խորքի մեջ պետք է Հայաստանի մակնիշը ինչ զուգորդություններ կան Հայաստան անվան հետ, դա պետք է հետազոտեն
տեսնելու այս երկիրը ինչպես է մյուս երկիր, ինչպես է գոնե առնվազն կարևոր երկրների մեջ, եւ ըստ երևույթի չկան նման հետազոտություններ, որ տեսնեն Միացյալ Նահանգների մեջ ինչ է ժողովրդի մեծամասնության կարծիքը Հայաստանի նկատմամբ, կամ երբ որ Հայաստան բառն եք ասում, ինչ զուգորդություններ են գոյանում ուղեղի մեջ, կամ Գերմանիայի մեջ, չկան, դա մեջ աշխատանք է վերլուծելու, տեսնել ինչ ածականներով է նկարագրվում։ Օրինակ իմ ներկայությամբ, երբ ասում են Արգենտինա, պատկերացնում եմ տանգո, երբ ասում են Բրազիլիա, պատկերացնում եմ ֆուտբոլ, երբ ասում են Շվեյցարիա, պատկերացնում եմ ժամացույց։ Ինչի հետ կարող է ասոցիացվել Հայաստանը, չգիտեմ, կոնյակն է, միգուցե գորգն է, կամ ինչով կարող ենք ներկայանալ աշխարհին։ Կարող ենք ուրիշացը, բայց ինչ որ հիմա առնվազն Գերմանիայում դա ցեղասպանությունն է։ Դա բացասական էֆեկտ է։ Չեք գտնում։ Միշտ չէ անշուշտ որ բացասականը կարևորն է որ ցեղասպանություն ինչպես պետք է նաև ներկայացնել։ Հայերը երբեմն դժվարություն ունեն այդ հարցը դրական ներկայացնել, դա հավանաբար այդպես է, բայց այդ հարցը կարելի է նաև տարբեր տեսանկյունից ներկայացնել։ Գիտեք, ես օրինակ հպարտ չեմ զգում, երբ այլ երկրում ներկայանում եմ, որ ես Հայաստանից եմ, ու ասում են՝ «Օ, ցեղասպանություն»։ Ես կգերադասեի, որ մի այլ բան մարդու մտքին գար։ Հիմա եթե Գերմանիան վերցնենք արևելյան Գերմանիան, որ ավելի մոտ էր, քան որ Խորհրդային Միության մաս էին կազմում, ավելի մոտ էր սովետական Հայաստանին, նրանց մոտ պատկերներ ուրիշ են։ Այ Գերմանիայում մի անգամ, երբ ինձ ծանոթացա ներկայացա որպես հայ, ասացին Արամ Խաչատրյան, եւ ես լավ էի զգում։ Այո, կամ Տիգրան Պետրոսյան։ Գերմանիայում Զաքսոնիա նահանգի մեջ նույնիսկ մի հատ աշխատող կա, որ փոքր անունը Տիգրան է, երբ իրան հարցեցի դուք հայ եք, ասեց ոչ, ես գերմանացի եմ, բայց հայրս ճարտարապետի մասնագետ է եւ այն ժամանակ Տիգրան Պետրոսյան եղավ աշխարհախոյան եւ ինձ իմ անունը Տիգրան դեց Տիգրան Պետրոսյանի անվան հիման վրա։ Այ Հայաստանի PR-ի արդյունք է դա։ Այո, Խաչատրյանին ծանոթ է, Քիմ Քարդաշյանին հավանաբար ծանոթ են, նման բաներ ծանոթ են, բայց ընդհանրապես շատ քիչ է տեղեկություն եւ դա կապ ունի նաեւ հայերը իրենք ինչպես են իրենց ներկայացնում եւ նաեւ Սփյուռքը։ Դա մեծ դեր է։ Դրական խորհրդանիշ կարող ենք գտնել, հա, աշխարհին ներկայանալու համար։ Դա կարող է շատ լավ, տեսեք նուրը եթե վերցնենք, խորհրդանիշ, չէ՞։ Նուրը երբեմն մի խորհրդանիշ է, շատ գեղեցիկ։ Ես զարմանում եմ, որ ինչու ավելի մարդ չի անում նուրով, միայն նկարն է եւ անունը, բայց կարելի է օրինակի եթե Հայաստանում կարողանան նուրով դեղ, առողջապահական դեղ ստեղծեն, օծանելիք ստեղծեն, օճառ ստեղծեն։ Այսինքն ամբողջ արտադրություն նուր տանիքի տակ։ Դա ունակյամա հետաքրքրական կլինի, քան թե միայն ֆիլմը ցույց տան եւ նուր ծախեն, վաճառեն։ Նման բաներ պետք է զարգացնել եւ միայն հանրային կապով դա չի, դա ուղղակի պետք է նաեւ բովանդակային աշխատանք լինի։ Գերմանիայի հայ համայնքի մասին խնդրում եմ պատմեք, ինչպիսի է այժմ վիճակը։ Գերմանիայի մեջ ապրում են 60,000 չափ հայեր։ Մենք ունենք 30-ից ավելի միություն, ունենք կենտրոնական խորհուրդ, այդպես խճանկար է միանշանակ չի եւ ամենաուժեղ կազմակերպություն անշուշտ առաջնորդարանն է ամենից Քաղաքականապես ակտիվ են, ազդեցիկ են Գերմանիայի հայերը։ Իբրև միություն ոչ, իբրև անհատ թերևս։ Գերմանիայի հայերից շատերը իրենց ասպարեզներում նկատելի արդյունքների են հասել ու հայտնի են երկրում։ Գերմանահայերի ամենաշոշափելի հաջողությունները սպորտում են, մասնավորապես բռնցքամարտում։ Այժմ Բերլինում բնակվող Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոն է IBF եւ WBO վարկածներով։ 3 անգամ Գերմանիայում տարվա բռնցքամարտիկ է ճանաչվել։ Համբուրգում ապրող Սյուզի Քենտիկյանը աշխարհի լավագույն կին բռնցքամարտիկն է WBA, WIBF եւ WBO վարկածներով։ Իզուր չէ կրում Killer Queen մականունը։ Կարո Մուրատն ու Խորեն Գևորը տարբեր ժամանակներում բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոններ են եղել։ Ծանրորդ Պատրիկ Բաբումյանը 2012-ին Գերմանիայի ուժեղագույն մարդ էր ճանաչվել։ Նա նաև աշխարհում ամենաուժեղ բուսակերն է։ Լևոն Արոնյանին ներկայացնելու կարիք չկա, աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը Գերմանիայում ապրող հայերից թերևս ամենահայտնին է։ Հայեր կան նաև գերմանական քաղաքականության մեջ։ Բունդեստագի ամենաերիտասարդ պատգամավոր Մարտին Պետցոլդը մոր կողմից հայ է, հավատարմությունը էթնիկ արմատներին սրբորեն պահպանում է։ Արվեստի բնագավառում ևս կան հաջողակ հայեր։ Տենոր Հարություն Քոչինյանը երգում է Բերլինի օպերայում, սոպրանո Կարինե Բաբայանն ու հրաչուհի Բազենցը Բավարիայի թատրոնների մեներկչուհիներ են։ Սեսեդե Թերզյանն ու Անահիտ Իպեկչյանը աչքի ընկած դերասանուհիներ են, իսկ Ռիկ Քավանյանը սիրված երգիծաբան է։
Պարոն Բազիլ, Հայաստանի հետ ձեր կապը բավական ամուր է, այստեղ հաճախ եք լինում Երևանում։ Հաճախ չեմ, իմ 4-րդ անգամն է ես Հայաստանում եմ եղել կարճ ժամանակաշրջանի համար։ Քանի դեռ ձեր մայրիկը Հայաստանում է ապրում։ Այո, ինքը Հայաստանում է ապրում արդեն 10 տարից ի վեր։ Իմ 4-րդ անգամն է այստեղ եմ եւ անշուշտ լեզվին ծանոթ լինելով ավելի հեշտ է թերևս կապ հաստատել, քան թե ուրիշների համար, որ թերևս հայերենին շատ ծանոթ չեն կամ շատ հաճելի զարմացնում է ձեր փայլուն հայերենը։ Պարոն Բազիլ, Հայաստան գալուց դուք փորձում եք օգտագործել ձեր փորձը այստեղի մասնագետներին փոխանցելու համար։ Այո, ես որ Հայաստան եմ գալիս, փորձում եմ եթե կարելի ինչ-որ տեղ կամ դասախոսություն տալ կամ հանդիպել մարդկանց, լինի Գևորգյան ճեմարանում, լինի ուրիշ հաստատությունների հետ։ Այս տարի Հայաստանի նաև հանրային կապի դպրոցի եւ ընկերակցության հետ, դա էլ ինձ համար նորություն է, լուրջ ունեի, որ ընդհանրապես նման ընկերակցություն կամ նման դպրոց ունի եւ դա շատ ոգևորիչ, խանդավառիչ երևույթ է եւ սա առիթ է, որ նաև շփվել տեղացիների հետ, իրենց մտածելակերպին ծանոթանալ։ Պարոն Բազիլ, մեր հաղորդումը ունի մշտական մի էջ, որի ժամանակ ես հարցնում եմ զրուցակցից, թե որն էր նրա կյանքի ամենահիշվող պահը։ Եթե ձեզ հարցնեմ, ինչ կպատասխանեք։ Իմ ամենից հիշվող պահը Մուրադ Ռափայելյանում է եղել, Վենետիկում, ես Վենետիկում Մխիթարյանների սան եմ, եւ այդ տարիները ինձ համար շատ կարևոր տարիներ էին, որտեղ թե արփունքի տարիք էր, եւ թե առաջին անգամ Իտալիա այդքան երկար տարիներ ապրելու։ Նրանց հետ շփումը մեծապես կոփել է ինձ։ Եվ շատ շնորհակալ եմ անշուշտ Մխիթարյան միաբանությունից։ Պարոն Բազիլ, դուք ունեք մասնագիտություն, որը շատ օգտակար կարող է լինել Հայաստանին արտերկրում մեզ բոլորիս ներկայացնելու գործում։ Վստահ եմ, որ դուք ձեր ծառայությունները կօգտագործեք մեր երկիրը, որպեսզի ավելի լավ ճանաչեն դրսում։ Շնորհակալ եմ, հաջողություն։ Շնորհակալ եմ ձեզ։